Փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում աննախադեպ կրակոցներից հետո հանրապետությունում ուժեղացված ծառայություն է սկսվել։ Իրավապահները ամենուր կանգնեցնում են մեքենաները, ստուգումներ իրականացնում։ Գրեթե բոլոր մեքենաները քաղաքից դուրս գնացող և մտնող մանրակրկիտ ստուգվում են։ Ավելին, իրավապահները նույնականացնում են անձանց այս գործընթացը պայմանավորված է նաև այն հանգամանքով, քանի որ Աջափնյակում հնչած կրակոցների մասնակիցներից ոչ բոլորին են հայտնաբերել։ Աջափնյակում կրակոցները հնչել էին օրը ցերեկով բնակելի թաղամասում։ Սա սովորական կանխարգելիչ միջոցառումների շարք չէ։ Իրավապահ համակարգի ներսից հնչող ազդակները հուշում են, որ Աջափնյակում տեղի ունեցածը դիտարկվում է որպես բարձր հանրային վտանգ ներկայացնող հանցագործություն, որի հնարավոր շարունակությունը կամ շղթայական զարգացումը բացառելու համար պետք է գործի դրվեն արտակարգ մեխանիզմներ։ Հիշեցնենք, որ աղմկահարույց կրակոցները հնչել էին ժամը 16:00-ի սահմաններում Աբելյան փողոցի 9 հասցեում, ինչի հետևանքով սպանվեց մեկ անձ։